Կառավարությունը մայիսի 8-ին նիստում որոշում է ընդունել, որի համաձայն տրանսպորտային միջոցների առքուվաճառքը, նվիրատվությունը, լիզինգը, համարանիշների ստացումը, հաշվառման վկայականները կթվայնացվեն։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մանրամասնելով նշել է, որ տրանսպորտային միջոցի առքուվաճառքի եւ նվիրատվության հիմքով մեքենայի սեփականության իրավունքի փոփոխման հետ կապված գործընթացների թվայնացումն էապես կթեթևացնի քաղաքացիների վիճակը։ Սա նշանակում է, որ նախկինում մեր քաղաքացիները այս դեպքերում, երբ պայմանագիր էին կնքում հաշվառման քննական ստորաբաժանումներ մի քանի անգամ այցելելով, ապա հիմա առաջարկում ենք թվային հարթակի միջոցով այդ ամենն իրականացնել։ Հարթակն ինքնաշխատ եղանակով կկատարի բոլոր անհրաժեշտ ստուգումները, կգեներացնի էլեկտրոնային պայմանագիր էլեկտրոնային ստորագրությամբ, այնուհետև համակարգը պայմանագիրը կուղարկի գնորդին, որը իր հերթին, եթե համաձայնում է առաջարկված պայմաններին, ստորագրում է պայմանագիրը, նշել է նախարարը։ Նրա խոսքերով թվային լուծումներն արդեն պատրաստ են եւ առաջարկվում է կարգավորումներն ուժի մեջ մտցնել 2025 թվականի սեպտեմբերի 1-ից։ Հարթակից կարելի է օգտվել նաև ոչ աշխատանքային օրերին ու ժամերին։